Մարդկանց օգնելու ցանկությունը, ճիշտ պահին ճիշտ ուղղություն ցույց տալու, իրավունքները պաշտպանելու ցանկությունը, աշխատանքի շնորհիվ դրական ինչ-որ մի բան անել մեր երկրի եւ հասարակության համար։ Այս ցանկություններն իրականացնելու նպատակով Մերի Նիկողոսյանն արդեն 12 տարի է ոստիկանական համակարգում է։ Ծառայում է ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդում։ Իմ գործառույթները շենքի ներսում հասարակական կարգի պահպանությունը, անցագրային ռեժիմ, քաղաքացիների ընդունելություն, պատվիրակություններ են դիմավորում հանդիպումների ժամանակ։ Ոստիկանության ենթասպանն ընդգծում է նաև կանանց ներգրավվածության կարևորությունը ուժային համակարգում։ Տղամարդկանց հետ աշխատելը շատ հեշտ է եւ շատ ավելի լավ է, բայց կանանց ներգրավվածությունը նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ երկու կողմերի լուծումները երևի ավելի արդյունավետ են լինում։ 2025 թվականի նոյեմբերի 1-ին ոստիկանության գվարդիայի գործարկմամբ վերջնակետին հասավ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորումը, մինչև այդ արդեն կազմավորվել էին պարեկային, համայնքային եւ քրեական ոստիկանությունները։ Այսպիսի դիրքավորումները կամ գործառույթների որոշակի տարանջատումը հնարավորություն է տալիս, որպեսզի յուրաքանչյուր ծառայություն իր մասնագիտական ուղղվածությամբ առավել խորքային զարգացում ապրի եւ տիրապետի հստակ իր գործառույթներին։ Նոր ձևավորված գվարդիայում ծառայություն են իրականացնում միայն այն ոստիկանները, որոնք անցել են բազմաշերտ եւ պարտադիր վերապատրաստում։ Ոստիկանության գվարդիայի շարքերը համալրել են ոստիկանության զորքերի նախկին զինծառայողները, պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների ոստիկանները, ծառայողները, անցնելով այդ վերապատրաստման դասընթացները, հանձնելով քննություններ, ստանալով դրական գնահատականներ, նշանակվել են գվարդիայի համապատասխան պաշտոններում։ Շուրջ 10 տարի ոստիկանական համակարգում աշխատող Վոլոդիա Նազարյանը արդեն հասցրել է հաղթահարել վերապատրաստման փուլն ու համալրել գվարդիայի շարքերը։ Վերապատրաստման ընթացքում եղել են թե տեսական, թե գործնական պարամունքներ, որոնք նպաստել են ավելի լավ իրականացնել ոստիկանության գվարդիայի ծառայողի պարտականությունները։ Փոխոստիկանապետ Բաբայանն ընդգծում է ոստիկանության գվարդիայի առաջնային խնդիրներից են հասարակական կարգի պահպանությունը, անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությունը։ Գվարդիայի ստեղծումից մինչև օրս գվարդիայի կատարած աշխատանքը ակնհայտ է եւ դրա մասին խոսում է այն փաստը, որ ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից սպասարկված հավաքների, այլ մարզական միջոցառումների, մշակութային միջոցառումների կամ այլ հանրային միջոցառումների ժամանակ իրավախախտման եւ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։ Դեռ 2021-ի հուլիսին մեկնարկել ու 2023-ի հոկտեմբերին ավարտվել էր առաջին հենասյունային ուղղության պարեկային ծառայության ձևավորումը։ 4 հենասյունների գործարկման արդյունքում ըստ պարեկային ծառայության պետի տեղի ունեցել գործառույթների հստակ տարանջատում, կրկնվող գործառույթների բացառում, ինչն էլ հանգեցրել է ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Վերջին ժամանակահատվածում, աստավորապես 2025 թվականի 11 ամիսների ընթացքում պարեկային ծառայողների կողմից արձանագրվել են 893,398 վարչական իրավախախտման դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 770,496-ի դիմաց, այսինքն 122,902-ով ավել։ Պարեկային ծառայության ստեղծումից մինչև 2025-ի դեկտեմբեր պարեկները հայտնաբերել են հանցագործության 14,827 դեպք։ Աստավորապես 24 թվականի 3691, 25 թվականի 11 ամիսներին 3793։ Հատկանշական է, որ 25 թվականի 11 ամիսների ընթացքում հայտնաբերված հանցագործությունների թիվը արդեն իսկ ավել է 24 թվականի 12 ամիսների հետ համեմատած։ 2024 թվականի նոյեմբերի 1-ին ձևավորվել են նաև ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից քրեական եւ համայնքային ոստիկանությունները։ Համայնքային ոստիկանությունը կենտրոնացած է համայնքի հետ ամենօրյա շփման եւ հանցագործությունների կանխարգելման վրա։
Իրականացվել է համայնքային ոստիկանության գործառույթների աուդիտ, հասկանալու համար այն գործառույթները, որոնք բնորոշ չեն համայնքային ոստիկանությանը, այդպիսին էին օրինակ տարբեր պետական մարմինների սահմանցագրերի հանձնումը, տարբեր պետական մարմիններ անձանց ներկանալուն պարտավորեցնելու գործընթացը եւ նմանատիպ այլ գործառույթներ։ Եվ այս առումով սահուն կերպով իրականացվում է այս ոչ բնորոշ գործառույթները համայնքային ոստիկանության վրայից անելու ընթացքը եւ բնականաբար յուրաքանչյուր այդպիսի գործառույթի դուրսբերում համայնքային ոստիկանության գործառույթներից դա նպաստում է համայնքային ոստիկանություն եւ համայնք ամենօրյա սերտկապին։ Հենասյուներից ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների կանխմամբ բացահայտմամբ զբաղվում է քրեական ոստիկանությունը։ Կառույցի ձևավորումից ի վեր հանցագործությունների բացահայտման աճ է գրանցվել։ Օրինակ 2025 թվականին նախորդ տարվա համեմատ ապօրինի շրջանառությունից կրկնակի շատ թմրանյութ է դուրս բերվել։ 2025 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ հանրապետությունում առգրավվել է շուրջ 415 կիլոգրամ թմրամիջոց, որից քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 270 կիլոգրամ, դրանից 20 կիլոգրամ սինթետիկ տեսակի թմրամիջոցներ, 6 կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ, 1 կիլոգրամ կոկային, 1000 հատ տարբեր տեսակի հոգեմետ հաբեր։ 2025-ին քրեական ոստիկանությունը ներդրումային խարդախությամբ զբաղվող 4 հանցավոր կազմակերպություն է բացահայտել, որոնք պատճառել էին 1 միլիարդ դրամից ավելի վնաս, 750 միլիոն դրամը վերականգնվել է, ձեռնարկում են միջոցառումներ մնացածի վերականգնման ուղղությամբ։ Բնակարանային գողություններին այս առումով եւս բարելավումներ ունենք 25 թվականի ընթացքում շուրջ 300 բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել նախորդ տարվա 228-ի դիմաց եւ այստեղ մենք կենտրոնացել ենք կոնկրետ հանցավոր խմբերի կողմից կատարվող հանցագործություններին, հայտնաբերել ենք 20 հանցավոր խմբեր, ովքեր զբաղվել են բնակարանային գողություններով եւ վնասազերծելով բացահայտել ենք շուրջ 70 դրվագ բնակարանային գողության դեպքեր։ Տնտեսական հանցագործությունների առումով քրեական ոստիկանությունը հայտնաբերել է 25 միլիարդ դրամի պետությանը պատճառած վնաս, որից շուրջ 650 միլիոնը վերականգնվել է։ Ոստիկանության պետի տեղակալը նաև որոշ բացթողումներ է նշում, ընդգծում 2026-ը լինելու է թերությունների շտկման տարի։ Քանի որ հանցագործությունների մեծ մասը ավանդական եղանակներից անցում է կատարել դեպի թվային հարթակ, պլանավորում են 26 թվականին կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստեղծել կիբերլաբորատորիա, որը մեզ հնարավորություն կտա այս ուղղության հանցագործությունների բացահայտումը ել ավելի լավացնել։ Բարեփոխումների հաջորդ կարևոր փուլը քրեական ոստիկանության տեղեկատվության թվայնացումն է։ Կստեղծվի միասնական թվային հարթակ, որը թույլ կտա քրեաբանական վերլուծության եւ արհեստական բանականության կիրառմամբ ավելի արդյունավետ կազմակերպել վերլուծական աշխատանքը, հստակեցնել առաջնահերթությունները եւ բարելավել ընդհանուր գործունեությունը։ Մեր նպատակների մեջ է եղել, որպիսի այս բոլոր ծառայություններում ծառայության անցնող մեր աշխատակիցները ունենան պատշաճ մակարդակի կրթություն։ Եվ մենք սա եւս ապահովել ենք եւ որևիցե ոստիկանության ծառայող կամ քաղաքացիական անձ չի նշանակվել 4 հենասյունային ծառայություններից որևիցե մեկում, ով չի անցել հստակ մասնագիտական կրթական ծրագիր եւ չի հաղթահարել այն։ Փոխնախարարը վստահեցնում է, ոստիկանությունում բարեփոխումները շարունակական են լինելու։ 2026 թվականին ուշադրության կենտրոնում կլինեն ծառայությունների կայացումը, ինչպես նաեւ տեխնոլոգիական, կրթական եւ մասնագիտական շարունակական կատարելագործումը։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Էդգար Դավթյան, Ռուբեն Մնացականյան, Իրաքնորյալ լուրեր։